Հարցից սկսեմ, նախ դատարանը պարտավորեցրել է վարույթ հարուցել, 1. Իսկ առաջին եւ երկրորդ հարցերը, որոնք վերաբերում էին ուրեմն հայ առաքելական եկեղեցու ճակերտավոր բարենորոգմանը, հայրապետին հրաժարական պարտադրելուն եւ եկեղեցու կառավարման կարգը փոխելուն, դրանք ակնհայտորեն հակասահմանադրական գործընթացներ են եւ հակասահմանադրական հայտարարություններ եւ նաեւ ձեր պարտականությունն է հակասահմանադրական ընթացքի առնչությամբ համապատասխան ոչ միայն գնահատականներ տալուց հետո շարունակել համապատասխան վարույթներ, այնպես որ ձեր պատասխանը կներեք բացարձակապես տեղին չի, իսկ մյուսը ուղղակի ծիծաղելի է, երբ որ նույն օրը, նույն ուրեմն թեմի 21 քահանաներ միաժամանակ հրավիրվում են ուրեմն քննչական անհետաձգելի գործողությունների խափանելով պատարագը եւ նաեւ ըստ էության դուք ոչ միայն եկեղեցուն եք դրանով այսպես ասած քաղաքական շահերը սպասարկելով եկեղեցուն եք նեղը դնում ինչպես ձեզ թվում, բայց նաեւ հազարավոր հայ հավատացյալների, որոնց զրկում եք պատարագի իրենց խղճի եւ հավատի ինչպես նաև մի խոսքով ծեսերի մասնակցելու իրավունքից այստեղ բազմաշերտ ուրեմն խնդիրներ կան եւ սրանք ոչ թե առավիտ ակնհայտորեն չեն խոսում թե ազգային թե պետական շահի մասին։ Մնացյալը ելույթում Լիա Գումարին։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Շնորհակալություն։ Նորից եմ կրկնում դատարանը միջդատական վարույթի նկատմամբ ունի դատական վերահսկողության գործառույթների շրջանակում նախաքննության իր կարծիքով ստուգման ենթակա հանգամանքները ստուգելու վերաբերյալ ակտ կայացնելու իրավասություն։ Դատարանը միջդատական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում չի իրականացնում։ Եվ դատախազության գործառույթների մասով խնդրեմ սահմանադրությունը եւս ուշադիր ընթերցեք եւ տեսնեք, որ մեր լիազորությունները սպառիչ են թվարկված ու շատ կոնկրետ։ Ինչ վերաբերում է պետական շահի պաշտպանությանը, այո, դատախազությունը պետական շահ է պաշտպանում, ազգային շահ չի պաշտպանում։